Կան հարցեր, որոնց պատասխանները մենք չենք գտնում ոչ գրքերում, ոչ գիտության մեջ։ Այդ պարագայում մեզ մնում է միայն հավատալ ինտուիցիային կամ մարդկանց, ովքեր ունեն այդ ամենը տեսնելու կարողություն, տեսնել անտեսանելին, տեսնել այն, ինչ չեն տեսնում սովորական մարդիկ։ Տեսնելով անտեսանելիի տաղավարում այսօր եւս շարունակելու ենք բացահայտել գաղտնի հյուրի անցյալը, ներկան, ինչու չէ նաև ապագան։ Իսկ այդ ամենում մեզ կրկին օգնելու է լավագույն պայծառատես ճանաչված Անի Գրիգորյանը, ով իր ուժերի գերլարումով անում է ամեն ինչ խոսելու այն ամենի մասին, ինչը հաճախ մեր հայտնիները վախենում են բարձրաձայնել անգամ սեփական մտքում։ Բարի գալուստ տեսնելով անտեսանելին նախագիծ։ Անի ողջույն, կրկին հանդիպել ենք տեսնելով անտեսանելիի տաղավարում, ինչպես ես։ Ողջույն ասադու, շատ լավ եմ, շնորհակալություն, դուք ոնց եք։ Շնորհակալ եմ, վստահաբար կրկին ունենալու ենք հրաշալի թողարկում, ցնցող բացահայտումներ, որովհետև այս պահին գաղտնի սենյակում գտնվող մեր գաղտնի հյուրը հրաշալի կյանքի ուղի ունի անցած։ Բացի այն, որ հրաշալի կյանքի ուղի ունի, հրաշալի լավ մարդ է, դրական էներգետիկա ունի։ Այս պահին մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ գաղտնի սենյակում հյուրը տեսակապով հետևում է մեր զրույցին, ողջունում ենք մեր գաղտնի հյուրին։ Ողջույն, ես եմ ողջունում, առաջին բանը անցանք էլի։ Բախը։ Անի, ինչ է մեզ անհրաժեշտ այսօրվա կանխատեսումները սկսելու համար։ Տիկնիկ եմ ուզել հյուրից, եթե բերել է, թող մի 5 րոպե շփվի տիկնիկի հետ, ուղարկի մեզ տիկնիկը։ Ուզում եմ ասել, որ այդ տիկնիկը, ես տիկնիկներ չունեմ վաղուց, այդ տիկնիկը մի հատ էլ զույգ ունի, հենա տիկնիկը, կամերայի հետևով անցեք, որ կադրը չվճացնենք։ Այդ տիկնիկը փաստացի, չգիտեմ որտեղից եմ հանել, մի հատ էլ զույգ ոնց որ թե քույր են մեկը ուներ, բայց մեկը ավելի կեղտոտ էր, դրա համար ես մեկը վերեցի, ես իմ որտեղից հանեցի, մի քիչ մաքրտեցի, դասընկերուհիս ա նվիրել դպրոցում, այդ երևի 1986 թվականին կամ 5 թվականին կամ 7 այդքան երբ ես դպրոցում ես մեծ էի արդեն դպրոցում էդ էլ որ նվիրել է ուտեց ես իրան բերել եմ մի քիչ խոնովա որտեվ փոշիներն էի մաքրում էլ եկեղտոտ էր շփվեմ տամ Սոնանա նվիրել իմ ընկերին որը ոնց որ թե հիմա էլ է կանադայում ապրում շատ լավ մարդ է լավ անձնավորություն այսպես ինքը ոնց որ սենց բան ունի, ֆունկցիա ունի այս տիկնիկը, հենց մատը դնում է բերանի մեջ։ Այն ժամանակվա համար սա, որ ասում եմ, լեգենդար է։ Թույն տիկնիկ էր, էլի սենց։ Մենք այս պահին իմացանք տիկնիկի ողջ պատմությունը։ Տանից է բերել, հա, այս տիկնիկին։ Ոնց հասկացա։ Այո, հյուրը ներկայացնում էր, որ սա իր դպրոցական տարիների նվերներից մեկն է։ Շատ լավ։ Չնայած տիկնիկը այսպես ծաղրածուի է նման, գզգզված մազերով, բացարձակ հյուրի արտաքինի հետ կապ չունեցող տիկնիկ է բերել, ես չգիտեմ, միգուցե դիտավորյալ է բերել, միգուցե ինչ ունի։ Բայց պետք է ասեմ, որ բնական է թե հյուրը կին է, մոտ 53-54 տարեկան, ինչի եմ իր տարիքը շեշտում, առհասարակ չեմ շեշտում, որտեղ ինքը երբևիցե ոչ միտեղ չի կաշտկանվում իր տարիքից, բայց կարող է այսպես մի տարիքը հնչացնենք, մտածենք 53 եմ, ճիշտ է, 52.5 եմ, ամռանը կդառնամ 53, բայց 53 եմ։ Ինքը շատ գեղեցիկ արտաքին ունի, նուրբ, սիրուն, ոնց որ 20 տարեկան ջահել աղջիկ լինի, գիտեք, չէ, ու ոնց որ իր արտաքինն է, այդպես էլ իր հոգին է, իր հոգին է, իր նմանը տենց ջահելի երիտասարդի հոգի է, բայց շատ տանջված մարդ է ինքը, կարող է ցույց չի տալիս, բայց իրականում տանջված է։ Դեռ փոքր հասակից ոչ, այսինքն 6-7 տարեկան, այն որ արդեն պետք է դպրոցն ավարտե, աղջիկ ական այդ պահը,
իրանց ընտանիքում ես դժբախտություն եմ տեսնում, իհարկե ոչ մահացու, այլ ծնողների բաժանություն։ Հայրիկի, մայրիկի բաժանություն, բայց այնքան լավ ընտանիք ա եղել, այնքան սիրով ու ջերմ Հա մենք շատ գեղեցիկ սիրուն ընտանիք էինք ու դա դժբախտություն էր մեր համար։ Հետո ես մի հատ ուզում եմ անդրադառնամ մեր հյուրի մայրիկին, իր մայրիկը ինչ որ աստղաբան ասեմ, պայծառատես, գուշակ, այդպիսի ինչ որ Աստրոլոգ մամաս։ ուժ էներգետիկ դաշտ ունի ու բնական է, որ նման կանայք կամ դժբախտ են լինում, կամ երեխաների հետ է դժբախտություն լինում, այդ նույն մայրիկից ու հայրիկից ես երկու քույր եմ իրաց տեսնում։ Ուրիշ երեխա չեմ տեսնում նույն մայրիկի ու հայրիկի հետ կապված, բայց պետք է ասեմ, որ կարող է եւ իրանք ժամանակին չեն հավատացել կամ չեն ուզեցել ընդունեն, իրանց վրա կա այսպես կոչված չորնայա մագիա, մի հատ կարմա կա, որ այդ կարման, այդ անեծքը անցել է այս մեր սիրուն հյուրին, այս գեղեցկուհուն, որովհետև ես իրան լիարժեք, նորմալ, անձնական կյանք չեմ տեսնում, հասկանում եք, իրա անունի շուրջ շատ բամպասանքներ պտտվել են, հա, իմիջայլոց բաժանությունից հետո հայրիկը ամուսնացել է ու ունեցել է 2 երեխա, տղա աղջիկ, բայց գիտեք ինչն է այստեղ հետաքրքիր, որ մեր հյուրը այնքան բարի է, որ այդ իրա քրոջն ու եղբորը շատ սիրում է ու մի այլ տիպի ընդունում է, իրա մեջ չկա չարություն, որ տես մեզ թողել է ժամանակին, մամայից թողել է։ Բոլորս ենք նաև մաման ընդունում է երեխեքին, իրենք իմ հարազատ քույր եղբայրներն են։ Շատ լավ անձնավորություն է, բայց ծիծաղելի բան պետք է ասեմ, իր անվան շուրջ պտտվել է այսպիսի մի արտահայտություն ինձանից չնեղանաց, չնայած ես չեմ էլ ասում ձեզ նման բան, որ ինքը համասեռամոլ է, լեսբիան կա, բայց չկա տենց բան, իրոք չկա, ոչ թե իրեն են պաշտպանում, Աստված սիրեք, չունի այս մարդը տենց հագում, ընդհակառակը ինքը տղամարդկանց է սիրում, իր մոտ մի հատ այսպիսի կարգախոս կա, որ ինքը ժամանակին ունեցել է շատ վախեր, այդ վախերը գիտեք ինչի հետ է կապված եղել, որ սիրած մարդուն չկորցնի, թեկուզ այդ լինի հայրը ու այդ վախերը ոնց որ տեղիք է տվել, հասկանում եք, ինքը ունեցել է մեծ սեր, շատ մեծ սեր, սակայն այդ սերը շատ զզվելի խապեպա այլանդակի մեկն ա եղել։ Չգիտեմ, որ մեկի մասին է խոսքը գնում, ընդամենը 2.5-ն են եղել, բայց սա խապեպա են եղել։ Ճիշտ է, մի քիչ արդահայտությունս կարող է այսպես վատը հնչի, ինչի եմ այդպես ասում, տես կան մարդիկ, որ ես իմ հյուրին մեղադրում են, թե իբր ինքը կապված ա եղել ամուսնացած տղամարդու հետ։ Այո։ Ոչ թե ես իրան ասում եմ կապված է եղել ամուսնացած տղամարդու հետ, ինքը չի իմացել, որ այդ տղամարդը կին ունի։ Ահագին ժամանակ ապրել է տվյալ անձի հետ, հետո նոր իմացել է ու երբ որ իմացել է ինքը ստոպ է արել, հասկանում ես, ինքը այն կատեգորիայի կանաստասին չի պատկանում, որ տուն քանդի, բերի, բաժանի, կպցնի, չնայած ես իրա սիրուն չքնաղ արդակինին, իրոք շատ սիրուն արդակին ունի, ինքը շատ համեստ կյանքով է ապրում, իմիջայլոց հյուրը հայտնի մարդ է, բայց երգչուհի չէ, իմ տեսնելով սկզբից տեսնում եմ բեմերի վրա, թատրոն, կինո, ավելի շատ իրեն ոչ թե ռեժիսոր եմ տեսնում, այլ դերասանուհի եմ տեսնում, հետո հետաքրքիր մի հատ բան, երկու կերպարանք եմ տեսնում այս կնոջ մեջ, մի հատ տեսնում եմ ոչ շատ մուգ, հա, այն սև գույնը չասեմ, այսպես երկար հոպոպներով, հետո բաց կարճ մազերով, հասկանում ես, բայց ինքը երկու ոլորտում էլ շատ սիրուն անձնավորություն է, ինքը շատ ուժեղ կին է, հասկանում ես, ինքը կարա ինչ տեսնի, հա, այն շողոքորտ, աֆերիստ, կան չէ կեղծավոր, որ ասենք մի քանի կոպեկի խաթր կարան ռեժիսորին քնձնվեն, ինչ որ մի հատ բաներ անեն, ճանճիկյալ, իր մոտ չկա էդի։ Ինչ տեսավ, ինքը սենց ուղիղ ճակատին ասում է. նեղանում եք, նեղացեք, չեք նեղանում, սխալ բան է։ Շատ պարզ անձնավորություն է ինքը։ Այսինքն կոնֆլիկտային է մեր հյուրը։ Ես այդ կոնֆլիկտային չեմ համարում, այդ համարում եմ ճիշտ մարդ, որովհետև ինքը եթե վատը տեսնում է, ասում է, այն քնձնվող տարբերակը չի հասկանում, ես որ ասես թե
քծնվող տարբերակ է, շատ դերասանուհիներ կերազեին իր տեղը լինեն, որտեվ եկել է մի պահ, որ երբ որ իրան կանչել են տարբեր, այսպես նկարահանումների, նախանձից ասել են հələ նայի էլի որտեղից ուր է քնում, ինչ է անում, բայց այդ նախանձից են ասել, հասկանում ես, կերազեին իր տեղը լինեն։ Աշխատում եմ զսպեմ իրականում, բայց քծնել չեմ քծնում երբեք։ Հյուրը բալիկ չունի, Չի ունենա։ ու այդ իր համար ցավոտ թեմա է, ես չեմ էլ ուզում այդ թեմային անդրադառնամ, Թող անդրադառնա, ես չեմ վախենում։ բայց ինքը եթե մարդուն բաց է թողնում, տես շատ հաճախ ասում ենք ներում ես, չես ներում, բայց այս հյուրի մեջ կա մի հատ այսպիսի բան, ինքը մտածում է, որ ինքը ով է որ ների, կա Աստված, թող Աստված ների, ինքը ուղղակի բաց է թողնում ու չի չարանում, հասկանում ես, հետո ինքը եթե ճղայնանում է, ինչ որ բան իրա վրա ազդում է, տես մարդկանց մոտ ազդում է այդ սրդի վրա, չէ, սիրտն է ցավում, գլուխը, մեջ հյուրի ոտքերն է ցավում, որտեվ ես տեսա ոչ թե ոտքերի ցավ ունի, այլ երբ որ ինքը ներվայնանում է կամ ինչ որ բանից ստրես է տանում, իրա մոտ այդ ոտքերի հատվածն է, որ ինքը ցավ է ապրում։ Ինքը շատ լավ ընտանիքում է մեծացել, շատ Ներողություն անի։ Հյուրը ցանկանում էր, որ դուք շարունակեք խոսել իր երեխա ունենալու կամ չունենալու թեմայի մասին։ հա, ես թողինցների ես հիմի չեմ տեսնում, որ կկա ժամանակ, որ ինքը կմայրանա, որովհետև էլի եմ ասում, այդ կարման այնպես են արել, որ ինքը չունենա իր երեխան չունենա, հասկանում եք։ Ու շատ արդեն դրան adekvat եմ վերաբերվում։ Ու այդ իմ համար այսօր իրան այդպես լավ մարդ տեսնելով ես իր տեղը ցավ եմ ապրում, որովհետև անարտար է, հասկանում եք, լավ սիրուն կին, խելացի տաղանդավոր կին, ինքը իր այդ դարն ու ցավը տվել է կենթանիներին։ Կենթանիներ չափից դուրս շատ է սիրում, գիտեք, չէ՞։ Ու տեսեք, ես ասեցի դերասանուհի է, բայց հիմի ավելի շատ ես իրեն տեսնում եմ, որ ինքը շփվում է կենթանիների հետ, ես չեմ կարող ասեմ, ինչ որ կենթանիների խանութ է, ինչ է, բայց առօրյայում ինքը շատ կան իր կյանքում այդ կենթանիները, որով ինքը զբաղվում է ու ինքը այսպես է մտածում ու շատ ճիշտ է այդ, որ կենտանին ավելի հավատարիմ է, քան թե այսօրվա են աֆերիստ են, քզնվող շողոքորթ մարդիկ, հասկանում ես։ Ես իրան որպես այսպիսի լուրջ առողջական խնդիր չեմ տեսնում, բայց էլի եմ կրկնում, ինքը որ ուզի մի 1000 հոգի տղամարդ իր կողքը կլինի, բայց այն որ հասկանում եք, ինքը միասեր է, այն ցեփնված կանանցից չէ, բարոյական տեսակ է ու այդ սերը իր մոտ վատ հետք է թողել, ինքը էլ չի վստահում տղամարդկանց, հասկանում ես, իր մոտ չկա վստահություն, ես ներկա պահին չեմ կարող ասեմ իրանքը սիրեկանների քանակ ունի, օй, իրան սրդի մեջ մի հատ տխուր, այսպես թաղծոտ բան կա, մահացած տղամարդ կա, ով իրան ընկեր է եղել, ոչ թե սիրեկան, սիրած են, որ հարազատ ընկեր, հա, որ ինքը միշտ իրան հիշում է, ես չգիտեմ ով է այս տղամարդը, ինչ որ ընկերական կապ է եղել, ոչ սիրային, ու այսօր ոնց որ այդ տղամարդու հոգին անընդհատ իր հետ է, այն որ սենց պաշտպանում է մեր հյուրին, հասկանում ես, ինքը չափից դուրս լավ ազնվորություն է, ընկերություն անել գիտի, շատ մակուր, հասնող, հարազատ, ովքեր որ իրան չեն սիրում, նախանձից իհարկե, ասում են մեծափերան է, շղկացնող է, չգիտես ինչա, բայց նման բան չկա, շատ լավ մարդ է, ես էլի եմ ասում, ես անեծկը որ չլինի ես կարման, չարական, իր ճակատագիրը կստացվի, որովհետև շատ լավն է, նույնիսկ սիրուն ու այնպես չի, որ 53-54 տարեկան կնոջը չի կարելի ընտանիք կազմել կամ ուշ է, որ բացարձակ ուշ չի, որովհետև էլի եմ ասում, արդ երկրներում այս տարիքին է, որ մարդիկ ամուսնանում են, խի բոլորին հալալա իրան հարամ է, այսքան է։ Հարգելի գաղտնի հյուր, պայծառատեսը ներկայացրեց այն ինչ տեսավ տիկնիկի փոխանցած էներգետիկայի արդյունքում։ Ունեք ավելացնելու որևէ բան։
Չէ, ավելացնելու բան չունեմ, ասեց այն ինչ որ կա ու շատ բաներ ասեց այն ինչ որ ես կուզեի, որ հրապարակավ եւս մեկ անգամ, բայց ոչ թե ես ասեի, այլ իսկապես մարդով պայծառատես է եւ գուցե ինչ որ մարդիկ, այսինքն գուցե հավատան, գուցե չէ, բայց այսինքն 100 անգամ ասեմ, չէ, ես ոչ մեկի սիրուհին չեմ եղել երբեք, չէ, ես երբեք չեմ կին չեմ սիրել, բայց դե առաջին, այսինքն դրոշմվում է եւ չես կարող կարծիք փոխել, չնայած ես չեմ էլ փորձում կարծիք փոխել, բայց ուրախ եմ, որ դա հնչեցվեց եւ իհարկե բոլոր այն խնդիրները, որոնք կան, ասվեց։ Հա, իմիջայլոց մի բան մոռացա ասեմ, որ ես ներկապահին հյուրը խոսում է շատ վարժ հայերեն, բայց ես իրեն արմատներով հայ չեմ տեսնում։ Իրեն արմատներով առավել եւս հայրական կողմից հայ չեմ տեսնում, չեմ ճոգում ռուս, խախոր, այսպես խառը հասկանում ես, այդ ոլորտն է, որովհետև որ շփվել է երկար ժամանակ տիկնիկի հետ, հենց այս տիկնիկի մազերի էներգիայից, ինքը վարժ, նորմալ հայերեն է խոսում ու իրան հայ է համարում, բայց էլի եմ կրկնում, մաքուր հայ չի։ Ու իր մեջ կա մի այսպիսի գաղափար, որ չի կարելի մարդկանց մեջ խտրականություն դնել երևանցի, գյումրեցի, վանաձորցի, չգիտես որտեղացի։ Կարծես թե բան էիք ուզում ասել, բայց զսպեցիք ձեզ, դա ձեզանից չէ, անի։ Հետ առանցին արդեն եթերից դուրս։ Առաջարկում եմ միանալ մեզ ու շարունակել մեր շփումը արդեն տետատետ ռեժիմով։ Հերոստատիտողն արդեն տեղեկացված էր, որ գաղտնի սենյակում Ելենա Բարիսենկոն է, բարի երեկո Ելենա, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում ես։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ, որովհետև ինձ համար կարևոր էր նաև ինչ որ հարցեր կա, որոնք ամենաշատն են շոշափվում, հա, իմ անձնական այդ կին սիրելու եւ ամուսնացած տղամարդու հետ լինելու, շատ լավ որ դուք դա ասացիք, որովհետև այն ինչ որ չկա, դա չկա ու չի կարող լինել, երբեք մի ասա երբեք, բայց կան բաներ, որոնք որ ես իմ համար, այո, հենց մանկուց եկած ստրեսերից եւ շատ կարեւոր բաներից, որ եղել է մեր ընտանիքում, ես դա չեմ անում։ Էլ եմ ասում երբեք մի ասա երբեք, բայց ես դա չեմ ուզում անել եւ երբեք չեմ արել նույնիսկ երբ ասում եք, որ ամուսնացած ա եղել, ես ապրել եմ այդ մարդու հետ, նենց չի, որ ես իմ տանն եմ ապրել, ինքը ուրիշ տեղ ու այնտեղ ինչ որտեղ կին ա եղել, այսինքն այդ կին լինելն էլ ա շատ օթում եղել, էլի։ Այնպես որ ես շատ ուրախ եմ, որ դուք դա հնչեցրեցիք, եւ Դե հա, ինչը իրականություններ տեսա, պետք է իրականությունը ասեմ, որտեղ ցես իրականում անպարոյական չեմ տեսել որ ուրիշի տղամարդուն գոհացել եք, համասեռամոլ չեմ տեսել։ Որ չկա ոնց կարելի է մարդուն, հա, երբ որ մարդը սիրուն է շատ արդակինը ու ինքը կայացած է, բնական է, չէ, երբեք ոչ մի կին դիմացի սիրուն կնոջ է, հազարից մի կինն է, չէ, որ ասում սիրուն է, մնացածը չարությունից նախանձից ամեն ինչ ասում է։ Հա, դե ես ամեն դեպքում միշտ ասում եմ, որ եթե գեղեցիկ է ինչ-որ մեկ ասում, որ գեղեցիկ է, հատկապես շատ սիրում եմ կանանց ասել, որ գեղեցիկ են, որովհետև ինչքան շատ մեր շուրջ լինեն երջանիկ կանայք, այդքան ավելի չարություն ինձ թվում է քիչ կլինի։ Դեն պայծառատեսը խոսում էր նաև ինչ-որ մոգական չարուժերի մասին։ Ես քանի որ հա մայրս աստրոլոգիայով զբաղվում եւ չնայած այն ինչ որ ինձ հետ կատարվել է եւ երեխա չունենալու հետ կապված է, մենք ընտանիքով կներեք այդ մագիայի ազդեցության տակ է, որ Ելենան չկարողանա ընտանիք ունենա, չկարողանա փալիկներ ունենա, որը որ իրենց հարազատ մարդու կողմից է գալիս, որը արդեն հանգուցյալ է չկա։ Կոնկրետ այդ փաստը չգիտեմ, բայց գիտեմ նաև որտեղից կարող եմ ես ինչ-որ խնդիրներ ունենալ ու մենք ընտանիքով բոլորս հասկացել եւ գիտակցել ենք այդ մեր շատ մոտ եւ հարազատ մարդու մեղքը, որը խոսք է եղել ընդհանրապես, բայց խոսքը շատ ուժ ունի եւ բոլորս իր համար աղոթել ենք եւ իր փոխարեն ներողություն ենք խնդրել ինքներս մեր մեջ եւ այլն։ Այսինքն դա կարող եմ ասել, իսկ դե չարությունը եւ ես հասկանում եմ, որ իհարկե մարդիկ չար են եւ չեն ուզում որ ուրիշների մոտ ամեն ինչ լավ լինի, այդ ամեն ինչը հասկանում եմ, ես կարծում եմ, որ ես իմ, այսինքն վերաբերմունքով այդ չարությանը ինչ որ
չափով կասեցրել եմ արդեն, որտեղ դա արդեն իմ կյանքի այդ ապրած կյանքի շնորհիվ այնքան ինձ տարապել ես, որ այդ սաղ մի փոքր տենց ոնց որ թուլացրել է։ Դե բայց իհարկե պարզա որ բալիկ չեմ Ինքը ոչ ունենալու։ քանդվել է, չեմ ուզում այսպես ասեմ նեղվել, եթե քանդված լիներ ձեր ասածի նման կասեցված, թե բնական է կունենայի գրյալ ու նորմալ կողակից բալիկ, որովհետև չի կարա այսքան սիրուն արդակինով կինը չունենա կողակից կամ չունենա իր ժառանգը, ուղղակի մենք չենք ուզում մի բա հավատանք այն բանին, հա, կամ հավատում ենք, չենք ուզում տեղի տանք, եթե ժամանակին այս ամեն ինչը մաքրած ու քանդած լիներ, բնականաբար ամեն ինչ նորմալ կլիներ, հիմա էլ ուշ չի, ճիշտ է, բալիկ էլ չեմ տեսնում ձեզ, չեմ կարող սուտ խոսեմ, բայց կողակից տեսնում եմ։ Հայտնվիր։ Այս բանին քո կյանքում չկա տղամարդ։ Չէ, չկա։ Իսկ վախեր ունես հարվածը։ Արդեն ստեղ վախերի խնդիրը չի։ Ինչի՞ Վստահության։ Չէ, վստահության ես մեկա գիտեմ, որ ես տենց այնքան եմ սիրում վարդագունակնոց գրել եւ հավատալ եւ հենց 2.5-րդը իմ կյանքի վերջինը հենց այդ պատճառով հայտնվեց, որովհետեւ ես ուզում էի լավ բան տեսնել։ Ես ուղղակի իմ կողքը չի կարող հենց այնպես ինչ որ մեկը հայտնել, իրենք չեն էլ հայտնվում, որովհետև իրենք երևի գուցե եւ վախենում են կամ որտեվ հասկանում որ հենց այնպես չի կարա ինչ որ մեկը հայտնի, չի լինի։ Ես չեմ պատրաստվում որևէ մեկի սիրուհին լինել։ Ես չեմ պատրաստվում ինչ որ որևէ մեկի տենց ինչ որ այսինքն եթե ինքն էլ շատ լավ գիտակցում որ իմ կողքը հայտնվի, ուրեմն ինքը պիտի նվիրվի ու հավատա այս հեքիաթին, որին որ ես եմ հավատում։ Երևի չգիտեմ, վախեր, ինձ թվում է այդ վախերը հաղթահարել եմ, կարծում եմ։ Ելենա Պայծառատեսը նաև նշում էր անձի կորստի մասին։ Հենց երեք փողոցում տեսային դասարանցու Տոլիկի Չիբողջյան Անատոլի իր քրոջը։ Փոքր ժամանակ ինքը դպրոցում ինձ սիրահարված էր, ես էլ իրեն էի սիրահարված, բայց ինքը չգիտեր որ ես սիրահարված եմ։ Ես միշտ պիտի ինչ-որ մեկին սիրահարված լինեմ, իմ համար հորին եմ այդ պատմությունը, սիրահարված լինեմ, բայց հիմա չէ, արդեն։ Ու ինքը 95 թվականին դպրոցից հետո արդեն ինստիտուտներ էր ավարտել, Սևանում խեղդվեց, բայց ինքը միշտ կա, ես իրան ընդհանցքում եմ, ես չնայած երբևէ երազում չեմ տեսել իրեն եւ առաջին անգամ ես իրեն երազում տեսել եմ երևի մոտ մի 2 շաբաթ առաջ, այդպես բան չի եղել, ես առհասարակ երազները չեմ էլ հիշում։ Ու տեսա իրեն չգիտեմ ինչի, ինչ էր դա նշանակում, բայց ինքը միշտ կա, ես իրան միշտ հիշում եմ, մյուս դասարանից ընկերոջ հետ գնում ենք գերեզման, ինքը տենց ինձ թվում է ինչ որ չափով ինձ համար պահապան ինչ որ հրեշտակ։ Անի ունեք ավելացնելու որևէ բան։ Ուզում եմ որ Ելենա ջան, իրականում ձեզ չեմ ճանաչել, եթերներից չեմ տեսել իհարկե կներեք, բայց քանի որ մեր տաղավարում եք ու այսքան պարզ ու լավ մարդ եք, ուզում եմ որ իրականում գտնեք ձեր սերը, երջանկությունը, որովհետև չի կարող Աստված այսքան անաշտար լինի ձեր նման լավ մարդու հանդեպ։ Շնորհակալ եմ, թող այդպես էլ լինի։ Ես էլ եմ արդեն հիմա ուզում, եթե ժամանակին անտարբեր է, բայց հիմա ուզում եմ։ Ու կլինի, հայտնվելու է մի հատ տղամարդ, ում կինը մահացած է լինելու, ում երեխաները արդեն մեծ են լինելու, պսակված, ու ինքը շատ կայացած լավ տղամարդ է լինելու, մոտ ձեզանից մի 5 տարի մեծ։ Շնորհակալ եմ, մերսի։ Շնորհակալություն, որ գտաք համարձակություն ու մեր տաղավարում էիք։ Ես անկեղծ շատ շնորհակալ եմ ասածր, որ ես տենց գայթակղվեցի եւ եկա։ Ես կարողացա համոզել ու քեզ ներգրավել։ Շնորհակալություն, որ գիտեմ արդեն տարուց ավելի որևէ եթերում ներգրաված չես ու մերժում ես բոլոր հրավերները։ Դե իմաստ է, հասկանում ես էգոիզմս այնքան բարձր էր, նենց է ուզում գալ ու եկա։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ դուք դիտում եք տեսնելով անտեսանելի հերթական թողարկումը, մենք այս երեկո բացահայտում էինք դերասանուհի Ելենա Բարիսենկոյի ողջ անցյալը, ներկան ու ապագան։ Շարունակեք հետևել 168 Live-ին, կհանդիպենք։